Ֆրամի մեքենան խախտելով երթևեկության բոլոր կանոնները խելագար արագությամբ սլանում է քաղաքի փողոցներով, շտապելով դեպի հիվանդանոց։ Մեքենայի խցիկում տիրող օդն այնքան ծանր է ու լարված, որ թվում է ուր որ է կպայթի։ Հետևի նստատեղին կծկված անիկը չի գտնում իր տեղը։ Մայրական սիրտը կտոր-կտոր է լինում սարսափելի տագնապից ու անորոշությունից, չէ՞ որ խոսքը նրա միակ դստեր առողջության և ճակատագրի մասին է։ Նրա աչքերը լի են արցունքներով, իսկ ձեռքերը անդադար դողում են։ Խուճապի մատնված մայրը անընդհատ առաջ ընկնելով հարց ու փորձ է անում Վռամին, հուսահատորեն փորձելով կառչել գոնե մի փոքր հույսից։ Նա կասկածանքով հարցնում է, թե արդյոք Սոնայի խորհուրդ տված այդ հիվանդանոցն իսկապես նորմալ և վստահելի հաստատություն է, և արդյոք այնտեղ կկարողանան պատշաճ հոգ տանել Նարեի մասին։ Վռամը, ով ինքն էլ ներքուստ խիստ լարված է և ամուր, սպիտակելու աստիճան սեղմել է ղեկը, փորձում է թաքցնել իր հուզմունքն ու գոնե մի փոքր հանգստացնել մորը։ Նա հաստատակամորեն վստահեցնում է Անիկին, որ Սոնան, ունենալով մասնագիտական բժշկական կրթություն, կատարյալ տիրապետում է իրավիճակին և հաստատ գիտի, թե ինչ է խորհուրդ տալիս, ուստի պետք է պարզապես վստահել նրանց։ Մինչ մեքենան անողոք արագությամբ մոտենում է հիվանդանոցին, տանը մնացած Սոնան վայրկյան անգամ չի կորցնում և գործի է դնում փրկության այս ծայրահեղ ու վտանգավոր ծրագրի ամենակարևոր մասը։ Նա հավաքում է իր ուսանողական տարիների ամենամտերիմ ընկերուհու հեռախոսահամարը, ով աշխատում է հենց այդ նույն հիվանդանոցում։ Լսելով ընկերուհու ձայնը, Սոնան արցունքն աչքերին աղերսում է նրան միանալ այս մեծ ստին։ Նա խնդրում է բժշկուհուն ձևացնել, իբր Նարեի մոտ հանկարծակի զարգացել է ծանր բարդացած թոքաբորբ, որն անհապաղ պահանջում է խիստ հսկողություն և երկարատև բուժում ստացիոնար պայմաններում։ Հեռախոսի մյուս ծայրում քար լռություն է տիրում։ Բժշկուհին հայտնվում է ծանր մասնագիտական երկընտրանքի առաջ։ Նա սարսափում է այն մտքից, որ եթե այս կեղծիքը հանկարծ ջրի երես դուրս գա, ապա իրեն անմիջապես կարձակեն աշխատանքից, խայտառակելով ու զրկելով ապագայից։ Սակայն Սոնայի հուսահատ լացը, նրա անկեղծ աղաչանքներն ու Նարեին փրկելու հրամայականը ի վերջո կոտրում են բժշկուհու դիմադրությունը։ Նա ծանր հոգոց է հանում և համաձայնում մեծ ռիսկի դիմել հանուն իրենց հին ընկերության։ Այդ նույն ճակատագրական րոպեներին հիվանդանոցի միջանցքներում արդեն իր գործն է անում այս ողջ ներկայացման գլխավոր ռեժիսորը՝ Լալան։ Նա խոշոր գումարներով լռեցնում է հիվանդանոցի տնօրինությանը, ապահովելով, որ այս հսկայական սուտը ստանա լիովին պաշտոնական ու անբասիր տեսք։ Եվ հենց այն պահին, երբ Լալան հիվանդանոցում կանգնած սպասում է արդյունքներին, գլխավոր մուտքից ներս է խուժում շնչակտուր եղած Արմոն։ Նա վազելով գալիս է անմիջապես Նարեի մոտ։ Ճակատագրի զարմանալի ու սարսափելի հեգնանքով ստեղծվում է մի պահ, երբ նրանք հայտնվում են իրարից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա, բայց չեն նկատում իրար։ Լալայի հեռախոսը հենց այդ վայրկյանին անսպասելի զանգում է, և նա չցանկանալով գրավել ավելորդ ուշադրություն, աննկատ մի կողմ է դուրս գալիս, իսկ Արմոյի ուշադրությունը սևեռված է միայն մեկ նպատակի՝ գտնել Նարեին։ Քիչ անց կորցնելով համբերությունը, Արմոն փորձում է ուժով ներխուժել Նարեի հիվանդասենյակ, սակայն նրա ճանապարհը կտրուկ փակում է Սոնայի ընկերուհին, բժշկուհին, ով չի տալիս նրան այդ հնարավորությունը։ Նա կանգնում է դռան առաջ և խիստ տոնով զգուշացնում, որ եթե Արմոն անմիջապես մի կողմ չքաշվի և չհանդարտվի, ինքը ստիպված կլինի ահազանգել և կանչել հիվանդանոցի պահակին։ Այս խոսքերից Արմոն պարզապես պայթում է ներքին զայրույթից։ Նա անզորությունից խելագարվում է, չկարողանալով հանդուրժել, որ նման փակուղային իրավիճակ է ստեղծվել իր դեմ։ Իսկ միջանցքի մութ անկյունից այս ամբողջ պայթյունավտանգ տեսարանին ուշադիր հետևում է Լալան։ Նայելով Արմոյի գազազած դեմքին, նա հստակ հասկանում է, թե իրականում որքան մարտական է տրամադրված այս տղամարդը և որքան մեծ ու մահացու վտանգ է նա ներկայացնում։ Սիրելի հետևորդներ, ինչ եք կարծում, մինչև երբ կկարողանան Լալան և Սոնան գաղտնի պահել այս հսկայական սուտը, և ինչ ահավոր քայլերի կդիմի Արմոն, երբ վերջապես հասկանա, որ իրեն խաբում են։ Անպայման գրեք ձեր կարծիքներն ու կանխատեսումները մեկնաբանություններում։ Մենք անհամբեր կսպասենք ձեր վերլուծություններին։